Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել եւ Դաշնակցությանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Դաշնակցությանը փորձեցին կաշառել Հայդատի գրասենյակների գործունեության առնչությամբ տարբեր գործարաններից փողեր փոխանցելով Դաշնակցության հաշվին։ Լևոն Տեր-Պետրոսյանին ըստ ստացվող տեղեկատվությունների առաջարկել էին $10 միլիոն, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես լռեն։ Բացի պատիվ եւ Դաշնակցության եւ Լևոն Տեր-Պետրոսյանի նրանք այդ Դաշնակցությունը այդ գումարները ստացավ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը այդ գումարները չէր վերցրել։ Եվ երբ որ Սերժ Սարգսյանը տեսավ, որ ինքը ընդհանրապես ներքաղաքական աջակցություն չի ստանում, փորձեց արդեն արտաքին աշխարհի միջոցով այդ հարցերը լուծել։ Ռուսական կողմը հակազդեց ամերիկյան կողմին եւ այս հակազդեցության շնորհիվ Արցախյան հիմնահարցի Սերժ Սարգսյանի ազգադապ ծրագիրը փակուղի մտավ։ Ես ձեզ ասում եմ, որ երբ որ մենք 2010 թվականին ռուսական ՖՍԲ-ի հետ ամեն տարի մեր հանդիպումներն անցկացնում էինք եւ 2010 թվականի հանդիպման ժամանակ կար այդպիսի հարց, ռուսական գեներալիտետի ներկայացուցիչները ինձ ասեցին, որ ռուսական բարձրագույն ղեկավարությունը դժգոհ է Սերժ Սարգսյանի գործունեությունից կապված Արցախի առնչությամբ։ Ես դրա վերաբերյալ 12 թերթանոց ուրիշ գաղտնի տեղեկանք եմ ներկայացրել Գորիկ Հակոբյանին։ Նա դա զեկուցել է Սերժ Սարգսյանին, բայց վերադարձրել են թե ոչ, իրենք գիտեն արդեն։ Ամենայն դեպս ինձ չեն վերադարձրել։ Թե ինչ արել Գորիկ Հակոբյանը այդ փաստաթղթերի հետ, դա ինքը գիտի։ Դա ցույց կտա նաև եթե անհրաժեշտություն ծառայական քննությունը։ Բայց կարծում եմ հիմա ավելի կարևոր է, որպեսզի մենք այդ ամբողջը իմանանք եւ դրա հիման վրա կառուցենք մեր ապագա հարցերը կապված Արցախի հիմնահարցի անվտանգության հետ։ Այսքանով ես ուզում եմ ամփոփել այդ երկու ուղղությունները եւ ասել, որ դες եզակի հնարավորություն ընտրված հիմա ազգովի լուծել մեր հարցերը եւ օժանդակել իշխանություններին։ Վերջում ես ուզում եմ անդրադառնալ 2-3 հարցի։ Առաջինը, քանի որ իմ հարցազրույցը հրապարակային է եւ լսելու է նաեւ վարչապետը, ես ուզում եմ իրեն խնդրել, հորդորել, որ ինքը ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ չիրականացնի, այսինքն ազգային անվտանգությունը ինչպիսին կա, այդպիսի կուր կառույցել մնա, չառանձնացվեն տնտեսական հանցագործությունների դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը եւ հետախուզությունը։